Խոսքի ստե 3 հատ ցոգոլա մնացել, կարանք փոխենք, խոսքի նայենք ինքը ինչ ձև է վնասված, էս է իր վնասվածը։ Ասենք 3 տեղով, 4 տեղով խփած է։ Կեսը գդեղնիկ թափի մնացածն էլ ինչ որ կա այդ հալու աթխոտ, որտեվ էս ոչ մեկ էլ էս աբրանքը չի տանի, հիմնական էս է։ Ով կտանի էս աբրանքը, ասենք որն է փոխումս նույն վիճակն է։ Ոչ մեկ էլ չի տանի էս աբրանքը։ Արաբոն 16 տարի է դաշտը խնամում է։ Արդեն ժամանակն էր բերքից հնարավորինս շատ եկամուտ ստանալու, բայց 5 տարի է, խերը չի տեսնում։ Առաջին 2 տարին դաշտը ցրտահարվել է, վերջին 3 տարին էլ կարկուտն է խփած տեղը խփում։ Վարգ վերցրեցի, որ գոնե ասի մի տարի կարողանանք էլի ֆրսնենք, տենանք ինչա դաշտ դուրս գալու, բայց չէ։ Հիմա էլի անց տարվան ավտոն է, եթե ծախել եմ, էդի փագել եմ, բայց ես տարվան է, որ չգիտեմ արդեն ինչ պետք է անեմ։ Նախորդ տարիների կորստի համար Արաբոն աջակցություն կամ փոխհատուցում չի ստացել։ Այժմ մոտ 5 միլիոն դրամի վարկ ունի։ Ինչ է անելու, դեռ չգիտի։ Այգին ընտանիքի եկամտի միակ աղբյուրն էր։ Ոնց որ անց տարի եմ տվել 40 դրամով, 50 դրամով, դեմից 50 եմ տվել, հետո 40 դրամով, նույնն էլ էս տարի անելու։ Իսկ այդ ձեր ծախսը ինչքան է վախակում։ Ախպեր, ես դեկտեմբեր ամսից մինչև հիմա իմ մոտի գրածով, որ ես ծախսել եմ այս հողերի վրան 3 միլիոն 600,000 է մոտիկանում արդեն։ Արաբոյի գործը դեկտեմբերից է սկսել։ Պարտաճանաչ հոգացել է բուժման, ոռոգման եւ մյուս ծախսերը։ Այգին էտել պարարտացրել է։ Կարկուտի ջարդազներն ա, որ sense թորոնում է։ Սա կարկուտի ջարդազներն է։ 5 ամսվա աշխատանքը կարկուտը մի քանի ժամում է փչացրել։ Ոչ ծիրանն է խնայել, ոչ դեղցը, ոչ էլ բալն ու սալորը։ 5.5 հեկտարանոց այս այգուց մոտ 50 տոննա բերք էր ակնկալում։ Սա արված էր, մնացել էր մի հատ պետք է վերջնական մի հատ պետք է բուժում անեի ու ջրեի ու սպասենք արդեն բերքը հավաքին։ Սա գործողությունը արած էր արդեն ջրելը, սա ինչ դաշտի հետ կապված բաներ կար, սա արդեն արած էր։ Մնում էր մի հատ ջրենք ու մի հատ բուժենք վերջ։ Գյուղում կարկտակայաններ կան, թե համայնքային, թե մասնավոր։ Բոլորն իրար հետ 17 միավոր։ Մեկն էլ հենց Արաբոյի դաշտի գլխին է։ Կարկուտիկայանը հենա, երևում է։ Ինքը դաշտին կպած է, էլի հենց կարելի ասել դաշտի մեջն էլ դրած է։ Ու չի կրակել։ Չէ, չի կրակել ախպեր։ Ես անձամբ ստեղ եմ եղել ու ինքը չի կրակել։ Դաժե իրիկվայան, որ կարկուտը sense չարթեց, անցավ մի 2 ժամ, 3 ժամ, էլի մի հատ եկավ կարկուտ ու այդ ընթացքում էլի չաշխատավ։ Տեսեք, ակակարկտային կանները մի մասը սպասարկում է համայնքը, որոնք համայնքապատկան են։ Իսկ մյուս մասը համայնքի սպասարկման տարածքը չի, այսինքն մենք չենք սպասարկում։ Հիմա մենք խոսել ենք համապատասխան մարմինների հետ, մեզ ասել են, որ այդ կարկտականը բավականին 5 կարկտական է ու կապի խնդիր է եղել մեծ հաշվով։ Այսօր պետք է գան նորից նայեն, մենք նորից իրանց հետ պայմանավորվել ենք, խոսել ենք, որ պետք է գան նորից նայեն, թարմացնեն, եթե ինչ-որ դետալներ կա, բայց ասել են դետալ չկա, փչացած կա, կապի խնդիր է եղել։ Կենտրոնից կապ չի ստացել, չի կրակել։ Վանանդի վարչական ղեկավար Ռոման Մանուկյանն էլ պատմում է, որ գուցե այս մեկի պատճառը կապն է, բայց սարքը հին է։ Դժվար ճարվող կամ չճարվող դետալներ կան։ Համայնքապետարանից բացատրեցին, որ կայանները երաշխիք չեն եւ այս պահին լավագույն միջոցը հակակարկտային ցանցեր օգտագործելն է։ Փորձեցինք ցանցապատող ընկերություններից մեկից կին ճշտել։ Մի հեկտարի համար բոլոր ծախսերը միասին մոտ 16 միլիոն դրամի կարիք կլինի։ Հիմնական գիլազի հետ նայենք, էլ նայեք ինչ արէ։ Սրանք սաղ էս մանդրները խփած են լրիվ։ Օրինակ էսի ինքը ջարդել է։ Բերամո ջարդել է։ Սրանք սաղ հարվածներ են, որ էսի էլ չի դզվի կյանքում։ Էսի ոչ մեկ էլ չի տանի ախ։ Ասենք ես աբրանքը ոնց կտանեն։ Էս ոնց կտանեն։ Բաղրամյան համայնքում վերջին շրջանում կարկուտը հաճախ է խփում։ Տուժել են բոլոր բնակավայրերը։ Ամենաշատը Վանանդը։ Վանանդեցիներից Արաբոն։ Սիմոն Հովանիսյան, Գևորգ Սիանոսյան, Ռենյուզ Արմենիա։